Ողջույն բոլորին, այսօր մենք հետադարձ հայացք ենք գցելու պատմության մի դրվագի, որը շատերն անվանում են ժամանակակից Պենտեկոստե։ Պատկերացրեք 1906 թվականը։ Լոս Անջելես։ Մի հին, լքված շենք, որը տարիներ առաջ ծառայել էր որպես պարզ կացարան անասունների համար։ Հենց այստեղ Ազուսա փողոցի 312 հասցեում սկսվեց մի շարժում, որն այսօր ունի ավելի քան 600 միլիոն հետևորդ ամբողջ աշխարհում։ Թե ինչպես պատահեց, որ մի խոնար, կույր քարոզիչ եւ մի խումբ հասարակ մարդիկ դարձան հոգեվոր հեղափոխության պատճառ, որը ջնջեց ռասայական եւ սոցիալական բոլոր սահմանները, մենք կբացահայտենք այսօր։ Այսօր մենք խոսենք Ազուսայի արթնության մասին։ Այս ամենի կենտրոնում մի մարդ էր, Վիլյամ Սեյմուրը։ Նա նախկին ստրուկների որդի էր, ով ուներ ընդամենը մեկ աչք եւ շատ համեստ բնավորություն։ Սեյմուրը ուսանել էր Չարլզ Փարհամի մոտ, սակայն ժամանակի անարդար օրենքների պատճառով նա ստիպված էր դասերը լսել միջանցքում դռան հետևից։ Սակայն նրա հոգին ծարավ էր մի բանի, որը տեսել էր Աստվածաշնչում, Սուրբ Հոգու մկրտությանը եւ լեզուներով խոսելուն։ 1906 թվականին նա հրավիրվեց Լոս Անջելես քարոզելու, բայց նրա պատգամն այնքան արմատական էր, որ նրան արգելեցին մտնել եկեղեցի։ Նա չհանձնվեց։ Հավաքույթները տեղափոխվեցին Բոննի Բրեյ փողոցի մի մասնավոր տուն, որտեղ մարդիկ աղոթում էին օրերով, մինչև որ մի օր ապրիլի 9-ին տեղի ունեցավ երկնային բեկումը։ Մարդիկ սկսեցին աղոթել անծանոթ լեզուներով, ընկնում էին գետնին Աստծո ներկայությունից եւ բժշկվում էին։ Լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին, եւ տունն այլևս չէր տեղավորում մարդկանց։ Նրանք վարձակալեցին Ազուսա փողոցի այդ հայտնի երկհարկանի փայտե շենքը։ Գիտեք ինչն էր ամենազարմանալին։ Այնտեղ չկար շքեղություն։ Որպես նստարաններ օգտագործվում էին տախտակներն ու դատարկ արկղերը։ Սեյմուրն ինքը քարոզելիս հաճախ գլուխը դնում էր փայտե արկղի մեջ եւ աղոթում խոնարհություն պահպանելու համար։ Այնտեղ չկար երգչախումբ, չկար բարձրախոս, բայց կար մի այնպիսի ուժ, որը ստիպում էր մարդկանց ծնկի գալ հենց փողոցում դեռ շենք չմտած։ Այս համեստ հարկի տակ տեղի ունեցավ այն, ինչն այդ ժամանակաշրջանի Ամերիկայում անհնար էր թվում։ Սպիտակամորթները, սևամորթները, լատինամերիկացիները եւ ասիացիները աղոթում էին կողք կողքի։ Ինչպես ասում էր ականատեսներից մեկը, ռասայական արյունոտքիծը լվացվեց Հիսուսի արյունով։ Իհարկե, ոչ բոլորն էին հիացած։ Տեղական թերթերը ծաղրում էին նրանց գրելով տարօրինակ լեզուների եւ հիստերիայի մասին։ Նրանք Սեյմուրին անվանում էին ինքնակոչ մարգարե։ Բայց որքան շատ էին վատաբանում թերթերը, այնքան շատ մարդ էր գալիս տեսնելու այդ աստվածային հուրը։ Հավաքույթները շարունակվում էին օրական 3 անգամ, շաբաթը 7 օր եւ այդպես շուրջ 3 տարի անընդմեջ։ Մարդիկ գալիս էին աշխարհի տարբեր ծայրերից, մկրտվում էին Սուրբ Հոգով եւ այդ կրակը տանում իրենց երկրներ Չինաստան, Աֆրիկա, Եվրոպա։ Հենց այստեղից սկիզբ առան ժամանակակից հոգեգալստական շարժումները։ Ազուսա փողոցի արթնությունը աստիճանաբար մարեց 1915 թվականին, բայց այն ինչ ծնվեց այնտեղ անկասելի էր։ Այսօր աշխարհում յուրաքանչյուր 4-րդ քրիստոնյան պատկանում է մի եկեղեցու, որի արմատները հասնում են այդ խոնար կացարանին։ Այն մեզ հիշեցնում է, որ Աստված օգտագործում է ամենապարզ մարդկանց եւ ամենաանհավանական վայրերը աշխարհը փոխելու համար։ Կարևոր չէ քո կրթությունը կամ մաշկի գույնը, կարևոր է քո սրտի ծարավը։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս պատմությունը։ Եթե ձեզ հետաքրքիր են նմանատիպ հոգևոր թեմաները, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մեկնաբանություններում կարող եք կիսվել ձեր կարծիքով, թե արդյոք հնարավոր է նմանատիպ արթնություն մեր օրերում։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։